Տիրոջը սիրելիներ, այսօր հրաշալի օր ամեն Հարկ Հիսուսի մի քանի բան թանկագիններս որ ուզում եմ որ մենք իմանանք ասեմ սիրելիներ ամբողջ երկրով մեկ Հիսուս Քրիստոսի ծնունդը նշում են տարբեր օրերում այսինքն մենք մի բան գիտենք որ հստակ ոչ ոք չգիտի իրականում Քրիստոս որ օրնացանվել դրա համար թանկագիններս ճիշտ ասած ես որոշեցի որ հաջորդ տարի անպայման մենք ամսի 6-ին կնշենք բայց այս տարի այդքան կարևորություն չտվեցի բայց ուզում եմ որ արդեն մենք ամեն տարի ինչ օր էլ որ լինի ամսի 6-ին նշենք եթե որ ամսի 6-ին են նշում մենք էլ ամսի 6-ին կնշենք հիմա սիրելիներ աշխարհը գիտեք ասում են ինչ տարի է ինչի տարի աշխարհը ինչի տարի համարում այս տարի ձյան տարի գիտեք ես 78 թվականին ծնունդ եմ ժողովուրդ ջան 78 թվականի ծնվածները ձյուն բայց մի բան կա մենք ընկերներով հավաքվել ենք նատարվա բոլորը ինի բաժակները վերցին ասում են ձյուն տարի ասեցի տղեր ձյուն տարի չէ Հիսուս Քրիստոսի տարի է ամեն տարի մեր համար Հիսուս Քրիստոսի տարի է ինչի համար եմ սա ասում թանկագիններ որ դուք ձեր շրջապատին ասեք ամեն այդ ձեր թեմայի մեջ ընկեր եք այս տարի եթե ընկեր եք շատ լավ շատ հրաշալի լավ առիթ է վկայելու որ ամեն տարի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի տարին է ասեմ ավելին թանկագիններս առաջ ժամանակներում նախքան կոմունիստների գալը նոր տարի հասկացություն չի եղել Սուրբ ծնունդ է ամեն մարդիկ հավաքվել են Սուրբ ծնունդ են նշել տարին սկսվել է Հիսուսի ծնունդով եւ ես հավատում եմ որ մենք պետք է կամաց այդ ավանդույթը հետ վերադարձնենք ոչ թե նոր տարի է թող նոր տարի լինի բայց Սուրբ ծնունդով ասենք ամեն թանկագիններս հիմա սիրելիներ ես ճիշտ ասած մեր հոյվարտուր այս տարվա համար խոսք ունի այդ խոսքը կխնդրեմ որ տնեք մի 6 րոպեվա տևողությամբ տարվա համար խոսք եւ մենք կասենք առաջ Մենք մտնում ենք նոր տարի եւ սա նոր ժամանակաշրջան է։ Ես կցանկանայի որպեսզի ասեմ ձեզ 6 բան, որ կկատարվի, որի վրա մենք պետք է աշխատանք անենք։ Նախ եւ առաջ այս տարի, երբ Աստված բարձրացնում է ննջածներին։ Գիտեք, ես կոչել եմ այս տարի մենք ուզում ենք հրճակել, կոչել որպես զարթունքի տարի, արթնության տարի։ Զարթունքի տարին սա չի վերաբերվում աշխարհիկներին, սա վերաբերում է հենց մեզ, որ մենք հավատացյալներս արթնանանք, որտեղ աշխարհիկները դեռ աշխարհիկ մարդիկ դեռ ծնված չեն, հոգու մեջ դեռ ծնված չեն, բայց Աստված ուզում է որպեսզի մենք արթնանանք եւ Աստծո խոսքը ասում է ես կկարդամ կընթերցեմ դա վեր կաց քնած եւ Տերը կլուսավորի քեզ։ Երկրորդը Աստված այս սեզոնը վառելու է մարածը այն մարած կրակը որ դու ունեցել ես վառվելու է նորից եւ ավելի ուշ է վառվելու ոչ թե որ մարել է եւ դա ածուխ է դարձել Աստված ուզում է որպեսզի վառվի այն կրակը որ դու առաջ ունեցել ես Աստծո խոսքը ասում է հիշիր որտեղ ես ընկար վերադարձի տեղից ես սկսի հիշիր քո անկումը քո մարումը որտեղ է եղել երրորդը տարի եւ աղոթը դառնում է շնչառություն իսկ Աստծո խոսքը զորություն մենք հրճակում ենք մի տարի եւ աղոթքը նորից վերադառնալու է մեր շնչառությունը իսկ Աստծո խոսքը դառնալու է մեր զորությունը չորրորդը տարին ընտանիքների վերականգնումը երբ որ կվերականգնվում են ընտանիքները հիմա ինչ որ մեկը կասի ամեն ամուսինս ինձ շատ կսիր ամեն կինս իմ հետ կգա եկեղեցի սերնես ոչ կամ կինս ինձ կնազանդվի իրական ես դրա մասին չեմ խոսում ես խոսում եմ որ ընտանիքը մտնի Աստծո շարժի մեջ ամուսինը կինը երեխաների հետ եթե մտակ երկնքի արկայությունը կգա ձեր ընտանիքի մեջ եւ դա կլինի ընտանիքի կառուցում հնարավոր չի առանց Աստծո ընտանիքը վերականգնվի որովհետեւ Աստվածը միայն սպասարկում նա է սպոնսորը մեր որտեղ հույսի հավատքի եւ ուրախության
Տեսեք, այսօր բանիկները հույսի կարիք ունեն, սիրո կարիք ունեն, հավատքի կարիք ունեն, ուրախության կարիք ունեն իրականում խաղաղության, արդարության, ամենակարևոր 6 բանը եւ կասեմ 7 անգամ Աստծո ներկայությունը դա միայն Աստված կարող ապահովի ուրիշ ոչ մեկ։ 5-րդը կոչումները բացվելու են, մարդիկ մտնում են իրաց կոչման մեջ, ես չեմ հավատում, որ միայն եկեղեցու առաջի շարքն է ծառայող, ես հավատացած եմ, որ ամեն մեկը իր ծառայությունը դիմացի Աստծուն, եկեղեցու ներսում, թե եկեղեցուց դուրս։ 6-րդը հավատացյալների սիրտը դարձնելու է դեպի Աստծո միսիան։ Գիտեք, մեր սրտերը միգուցե հիմա գնացել են ինչ-որ ուրիշ տեղ, Տերը ուզում է մեր սրտերը վերադարձնի դեպի միսիան, դեպի ավետարանչությունները, որպեսզի մենք շարժվենք առաջ։ Եվ այսպիսով սիրելիներ, այս 6 բանը, որ կայսօր որ հռչակում եմ, դա կլինի մեր տարեկան տարվա տեսիլքը։ Աստված մեր օգնականն է եւ մեր մոտ սարթունքի տարի է։ Մենք մտնում ենք նոր։ Ամեն։ Ես ասեմ, այս խոսքը ընդհանուր կյանքի խոսքի եկեղեցու համար է, այս հռչակված խոսքը, բայց ասեմ թանկագիրներ, ես աղոթք էի անում քավարի համար, ինչ խոսք, Տեր ջան, ինչ խոսք ես դու տալու, ինչ ամենս պետք։ Գիտեք, ես այս ձևի մի խոսք, որ միշտ քրիստոնյաները դրա կարիքը ունեն, տեսեք բոլորովս սիրելիներ, մենք ունենք նվիրվածություն, չէ՞։ Ես ինձնից սկսած, բայց գիտեք Աստված սպասում է առավել նվիրվածություն։ Առավել նվիրված։ Ես այս տարի քավարի համար խոսք ունեմ, այդ խոսքը առավել նվիրման տարի եմ ուզում հռչակել թանկագիրներս։ Մեր եկեղեցում, մեր ժողովրդի, մեր ծառայության թիմի մեջ, մեր ավակների թիմի մեջ, բոլոր խմբակներում, բոլոր տեղերում առավել նվիրման տարի։ Ամեն թանկագիրներս, եկ մեր ձեռքերը դնենք մեր վրա ու ասենք, այս տարի իմ համար նորովի նվիրման տարի է։ Ամեն։ Հարկ Տիրոջը։ Գիտեք, սիրելի, ես Սմիթ Վիգլսվորթի կյանքին մի փոքր ուսումնասիրեցի, գիտեք ինքը ինչ աշխարհի նվիրված է եղել։ Ինքը կես ժամը մեկ աղոթք ունեցել կես ժամով։ Այսինքն իր ամբողջ ցերեկը գիտեք ինչ ձևարանցել, կես ժամ աղոթք, կես ժամ հանգիստ, կես ժամ աղոթք, կես ժամ հանգիստ, կես ժամ աղոթք, ու տես մինչև օրվա վերջ։ Սա թանկագիրներս բերում է Տիրոջ ներկայությունը, բացում է Սուրբ Հոգու ջրերը քո կյանքում։ Ինչքան սիրելիս դու մոտենաս Տիրոջը, այնքան դու գլծվես երկնքի արքայությունով, Սուրբ Հոգու ջրերը քեզանից կհորդեն։ Դու կդառնաս անոթ Աստծո եւ մարդկանց միջեւ։ Ամեն թանկագիրներս այս տարի հռչակում ենք առավել նվիրման տարի։ Ամեն թանկագիրներս ինչքան ես դու նվիրված, ավելին պետք է դու նվիրվես Տիրոջը։ Աստված ակնկալում է քեզանից առավել նվիրվածություն։ Գիտեք, հետաքրքիր մի բան կարամ ասեմ թանկագիրներս, եթե դու նվիրված չես Տիրոջը, դու իշխանություն չունես դևերի վրա։ Եթե դու նվիրված ես Տիրոջը, դու իշխանություն ունես դևերի վրա։ Ամեն թանկագիրներս, Աստված ակնկալում է, սպասում է քո նվիրմանը սիրելիս։ Ամեն թանկագիրների փառք Տիրոջը։ Ուսում եմ սիրելիներ, ես այս ինչքան ժամանակ երբ որ թերթում եմ այդ հոգևոր վիդեոները, հանդիպում եմ, գիտեք մի հատ ինչ վիդեոյի, Բիլի Գրեհեմի բոլորը գիտեք։ Ինքը միշտ մի բան ասում, Քրիստոսի ծնունդը անմիջական կապ ունի Քրիստոսի խաչելության հետ։ Սա ինչ է նշանակում, սիրելիներ, որ Քրիստոս ծնվել էր, որպեսզի խաչվեր։ Նա ծնվել էր ոչ միայն խաչվել, շատ բաների համար էր նա ծնվել, բայց հիմնականում նա ծնվել էր, որպեսզի խաչվեր, որպեսզի արյուն թափեր։ Ինչի համար, որպեսզի մարդիկ ունենային Տիրոջ կերպարանքը։ Որովհետև Սատանան ձգտում է, որ մարդը ունենա իր կերպարանքը։ Իսկ Աստված ձգտում է, որպեսզի մարդը ունենա իր կերպարանքը։ Մեջտեղում մենք կանգնած ենք սիրելիներ, մենք ենք որոշելու ում կերպարանքը, ում բնավորությունը ունենանք։ Ում նմանվենք, Սատանային, չարին,
թե բարուն կամ Աստծու։ Ամեն սիրելիներ։ Ուղղակի ուզում եմ անդրադառնալ Քրիստոսի ծնունդին, թանկագիններս։ Ուզում եմ մարգարեություններից կարդամ։ Ես ասեմ սիրելիներ, Քրիստոսի ծնունդը դա ամենամեծ հրաշքներից մեկն է եղել երկրի վրա, որովհետև երբ որ Քրիստոս պետքա ծնվեր, ամբողջ երկինքը խառնված էր իրար։ Աստված հրեշտակներին էր ուղարկում հովիվների մոտ, մոգերին էր ուղարկում Բեթլեհեմ, ամբողջ երկինքը խառնված էր, Սիմոն ծերունին էր սպասում Քրիստոսի ծննդին։ Գիտեք, պատկերացնում եք, թվոց 24-րդ գլխում Հիսուս Քրիստոսի ծննդի մասին գրված էր։ Եկեք նայենք այդ տեղը, ուղղակի ուզում եմ եկեք նայենք թվոց 24-ի 17-րդ խոսքը հետաքրքիր մի բան ասում։ Տեսեք ինչ ասում։ Ասում է նրան պիտի տեսնեն, բայց հիմա չէ։ Պատկերացնում եք թվոց գիրքը երբ է գրվել։ Այդ ժամանակ Մովսեսն է գրել, ասում է նրան պիտի տեսնեն, բայց հիմա չէ։ Նրան պիտի զննեն, բայց մոտերս չէ։ Հակոբից աստղ պիտի ծագի։ Այսինքն Հակոբի սերունդից մի աստղ պիտի ծագի։ Ու Իսրայելից իշխանության գավազան պիտի ելնի։ Այսինքն Հիսուս Քրիստոսը ծնվավ որպես իշխան։ Նրա գավազանը սիրո գավազան էր։ Ոչ թե բռնության, այլ սիրո գավազան։ Նրա իշխանությունը սիրո իշխանություն էր, ոչ թե բռնության, ոչ թե ստիպման։ Գիտեք սիրելիներ, եկեղեցին Քրիստոսի երազանքն է եղել։ Եկեղեցին թանկագինս Քրիստոսի ընտանիքն է, եկեղեցին թանկագիններս երկրի արքայությունն է երկրի վրա։ Ամեն թանկագինես, հիմա ինչ եմ ուզում, մենք նայենք, տեսեք այստեղ ինչ ասում, Հակոբից աստղ պիտի ելնի, երբ որ մենք նայում ենք նոր կտակարանը, սիրելիներ, աստղը առաջնորդեց, չէ՞։ Աստղը առաջնորդեց, աստղի տեսքով սիրելիներ, մոգերը աստղի միջոցով գնացին Հիսուսի մոտ։ Ամեն թանկագիններս, ուզում եմ բացեք Մատթեոս ավետարան 2-րդ գլուխ առաջի խոսքը։ Ես ասեմ սիրելիներ, մի փոքր մոգերից եմ ուզում խոսալ։ Գիտեք, մոգերը այդ աստղագուշակները չէին։ Այն ժամանակվա մոգերը գիտեք ովքեր էին։ Այն ժամանակվա մոգերը իմաստու, գրքերը ուսումնասիրող մարդիկ էին։ Աստղերի միջոցով ապագան գուշակող մարդիկ էին, թագավորների խորհրդատուներ էին, իմաստուն և զորավոր մարդիկ էին մոգերը։ Հիմա տեսեք թանկագիններս մոգերը գրքերը ուսումնասիրելով ասում են, որ պետք է Բեթլեհեմում թագավոր ծնվի, այսինքն նրանք թվոցը գիտեին, նրանք գիտեին Աստծո խոսքը։ Հիմա տեսեք սիրելիներ, ուզում եմ Մատթեոս 2:1 նայենք։ Ասում է, երբ Հիսուս ծնավ Հրեաստանի Բեթլեհեմի մեջ, Հերովդես թագավորի օրերը, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասեցին, ուրտեղ է նա, որ հրեաներին թագավոր ծնվավ։ Պատկերացնում եք սիրելիներ, դժվար է, չէ՞ պատկերացնել, նորածինը թագավոր, բայց իրենք դրան հավատում էին։ Հիմա տեսեք շարունակությունը, ուրտեղ է նա, որ հրեաներին թագավոր ծնվավ, քանի որ մենք արևելքի մեջ նրա աստղը տեսանք եւ եկանք նրան երկրպագություն անելու։ Պատկերացնում եք ժողովուրդ ջան, մոգերը արևելքից, այսինքն Պակիստանից, Պարսկաստանից հատուկ եկել էին Երուսաղեմ, Հրեաստան, որպեսզի երկրպագություն անեին նորածին թագավորին։ Նրա սրտի դրդապատճառը գիտեք ինչն է, երկրպագությունը։ Թանկագիններս մի բան ասեմ, եթե որևիցե մեկը իր սրտով ուզում է երկրպագել Աստծուն, Աստված կուղեկցի, ու գիտեք իմ միջոցով, իմ և քո կողքին քեզ ով է բերել եկեղեցի, ինչ որ մեկը, ինչ որ մի աստղ,
Ինչ որ մի աստղա քեզ բերել էստեղ, սիրելիս։ Գիտեք ամենամեծ հրաշքը որն է, ժողովուրդ ջան։ Ուզում եք ասեմ ամենամեծ հրաշքը որն է։ Երբ որ եկեղեցի իրենց ձեռքերը բարձրացած հոգով երկրպագում են Տիրոջը։ Սրանից մեծ հրաշք չկա։ Երբ որ մարդը ընտրում է Տիրոջ իր հոգու մեջ, երբ որ մարդը ցանկանում է երկրպագել Տիրոջը, ոչ միայն երգով, ոչ միայն իր ձեռքերով, ոչ միայն իր լեզվով, այլ նաև իր ոտքերով, իր ֆինանսներով, իր տնով, իր երեխաներով, իր մեքենայով, ամեն ինչով։ Սա է իրական երկրպագուն։ Թանկագիններս Աստծո խոսքը ասում է, ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությամբ կերկրպագեն։ Այսինքն Աստված փնտրում է ում մարդկանց, որոնք երկրպագեին։ Գիտեք Աստված նույնը ամեն ժամանակ, Աստված մոգերին գտավ։ Աստված Սիմոն ծերունուն գտավ, Աստված հովիվներին գտավ, ովքեր որ կերկրպագեին, անկախ իր ազգությունից, անկախ մորթի գույնից։ Աստված փնտրում է երկրպագողներ թանկագիններս։ Եվ նրանք գնացին ինչպես երկրպագեցին, իրենց նվերներով, իրանք այդքան ծառայություն մատուցեցին, արևելքից ուխտերով թանկագիններս եկա, որպեսզի մի մանուկի երկրպագեն։ Բայց նրանք իրենց սրտում հավատում էին, որ հենց նա էր Մեսիան, հենց նա էր ապագա թագավորը, ամբողջ աշխարհի թագավորը։ Հիմա թանկագիններս գիտեք, մենք ինչպիսի հրաշալի ժամանակներում ենք ապրում, դու ունես արտոնություն, սիրելիս, երկրպագես նրան, ճիշտ է, մենք մեր աչքերով չենք տեսել Հիսուսին, բայց մենք մեր հոգու աչքերով տեսնում ենք նրան, որովհետև նա իր հոգուն ուղարկեց մեր սրտերի մեջ, որ կանչում է Աբա Հայր։ Ամեն թանկագիններ, սա հրաշալի է, մենք հաղորդակից ենք սիրելիներ, Քրիստոսի հոգում, ամեն սիրելիներ։ Եվ ուզում եմ այս հատվածը կարդալ, ասում է արևելքի մեջ նրա աստղը տեսանք եւ եկանք նրան երկրպագություն անելու։ Երբ Հերովդես թագավորը լսեց, խռովեց եւ բոլոր Երուսաղեմ իրեն, գիտեք ինչ համար Հերովդեսը խռովեց, որովհետեւ նա այդ փոքրիկ մանուկին մրցակից համարեց, նա նախանձեց, նա խռովեց։ Ոնց թե թագավորը ես եմ փոխանակ ինձ երկրպագեն, գնում են ինչ որ մի մանուկ թագավորի երկրպագելու։ Ասում է խռովեց եւ բոլոր Երուսաղեմ իրեն հետ, ապա ժողվելով բոլոր քահանաները, ժողովրդի դպիրները հարցրեց նրանց, թե Քրիստոսը ուր պիտի ծնանի։ Նրանք իրեն ասեցին, Հրեաստանի Բեթլեհեմ մեջ, քանի որ այսպես գրված է մարգարեի ձեռքով, դու Բեթլեհեմ, այսինքն տեսեք Հիսուսի համար դարձյալ գրված են մարգարեներում։ Գիտեք որտեղ Միքիա 5:2-ում։ Ինչ է գրված Միքիա 5:2-ում։ Մենք այդտեղը չենք բացի, ասում է, քանի որ այսպես գրված է մարգարեի ձեռքով, դու Բեթլեհեմ, Հուդայի երկիր, Հուդայի իշխանների մեջ բնավ պստիկ չես, քանի որ քեզանից իշխան պիտի ելնե, որ իմ Իսրայել ժողովուրդս պիտի հովվե, իշխան պիտի ելնե, սիրո իշխան, ներող իշխան։ Եվ շարունակությունն ասում է, իմ ժողովրդից պիտի հովվի, այն ժամանակ Հերովդես ծածկաբար մոգերը կանչեց և ստուգեց նրանցից աստղի երևացած տեղը և նրանց Բեթլեհեմ ղրկելով ասավ, գացեք ստույգի իմացեք այն մանուկի վրայով ու երբ գտնեք ինձ իմացեք, որպեսզի ես էլ գնամ նրան երկրպագություն անեմ, ես արդեն կեղծավորություն անեմ։ Երբ նրանք թագավորից այս բանը լսեցին, գացին եւ այն աստղը, որ արևելքի մեջ տեսել էին նրանց առջևից գնաց եւ կանգնեց մանուկի եղած տեղի վրա։ Երբ աստղը տեսան, շատ ուրախացան, տունը մտնելով տեսան մանուկը իր մոր Մայրամին հետ եւ անկան երկրպագություն արին եւ իրենց գանձերը բացելով ընծաներ տվին նրան ոսկի, կնտրուկ եւ զմուրթ եւ երազի մեջ հրաման առնելով որ նորից Հերովդեսին չդառնան ուրիշ ճամփայով գացին իրենց երկիրը։ Թանկագիններս, գիտեք մոգերի նպատակը որն էր։ Երկրպագել։
երկրպագել մանուկ Հիսուսին, երկրպագել թագավորին, երկրպագել իշխանին, ամբողջ ազգերի իշխանին երկրպագել, հալելույա, ամեն թանկագիններս, ուզում եմ բացենք Դանիելի մարգարեություն 12:3 է, ուզում եմ սիրելներ նայենք, որ այդ աստղը, որ շարժվում էր մոգերի առջևից, այսօր այդ աստղերը մենք ենք, եկեք բացենք Դանիելի մարգարեություն, հիմա դուք ասեք ոնց Դանիելի 12-րդ գլուխ, 3-րդ խոսք ուզում եմ կարդանք սիրելներ, եւ ասում է իմաստունները երկնքի հաստատության լույսի պես, եւ նրանք որ շատերին արդարության առաջնորդեն, աստղերի պես պիտի փայլեն հավիտյանս հավիտերից, աստղերի պես պիտի փայլեն, գիտեք այն աստղը սիրելիներ, որ առաջնորդում էր մոգերին դեպի փրկության, դեպի երկրպագության, այդ աստղը դու ես ինչ-որ մեկի համար, որ դու այդ ինչ-որ մեկին առաջնորդում ես փրկության, առաջնորդում ես արդարության, առաջնորդում ես ճշմարիտ երկրպագության, ամեն թանկագիններս, այդ աստղը դու ես, դա իմաստուն աստղա սիրելիս, ասում է իմաստունները, ինչ է այստեղ գրում, երրորդ խոսք ասում է իմաստունները երկնքի հաստատության լույսի պես, եւ նրանք որ շատերը արդարության կառաջնորդեն, աստղերի պես պիտի փայլեն, հավիտյանս հավիտենից, սիրելիս, եթե դու ինչ-որ մեկին առաջնորդում ես Քրիստոսին երկրպագելու համարին, որ այդ աստղը դու ես, ամեն սիրելիներ, հալելույա, փառք մեր սքանչելի եւ բարավոր Տիրոջը, ուզում եմ նաև ամենավերջին տեղը նայենք եւ մեր բեմը անցնենք մեր մանուկներին, ուզում եմ բացենք Ղուկաս 2:8-ը, Ղուկաս ավիտարան, երկրորդ գլուխ, 8-րդ խոսքը, եւ ասում է այնտեղ հովիվներ կային, դաշտի մեջ կանգնած, որոնք իրենց գիշերվա հոտերի պահպանությունը կանեին, ահա Տիրոջ հրեշտակը նրանց վրա իջավ, ու Տիրոջ փառքը նրանց ոլորտիքը ծագեցավ, եւ խիստ շատ վախեցավ, բայց հրեշտակը ասավ նրանց, մի վախեցեք, վասնզի ես ձեզի մեծ ուրախության ավետիս եմ տալիս, որ բոլոր ժողովրդին պիտի լինի, այդ ուրախության ավետիսը սիրելներ, այսօր մեր սրտերում է, ամեն, ասում է մեծ հրեշտակը հովիվներին ասում է, մեծ ուրախության ավետիս եմ տալիս, 11-րդ խոսքը ասում է, քանի որ այսօր փրկիչ ծնվավ, Հիսուսն ինչի համար ծնվավ սիրելիս, որպեսզի փրկի, փրկիչ ծնվավ Դավթի քաղաքի մեջ, որ օծյալ Տեր է, եւ այս ձեզի մի նշան լինի, մի մանուկ պիտի գտնեք խանձավիրով փաթաթված, այսինքն տեսեք հրեշտակը լակացիան տալիս է, ասում է մի մանուկ պիտի գտնեք մսուրի մեջ պարկած, եւ ձեզի մի նշան լինի, մանուկ պիտի գտնեք խանձավիրով փաթաթված, ու մսուրի մեջ պարկած, իսկույն այն հրեշտակի հետ երկնային զորքերի բազմություն եղավ, որոնք Աստծուն կորտնեին եւ կասեին, երկնքի բարձրության մեջ Աստծո փառք եւ երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն, ամեն թանկագիններս, պատկերացնում եք սիրել, ամբողջ երկինքը խառնված էր, երկինքը սիրելիներ, գիտեք ինչ էր անում, երկինքը տոնում էր Քրիստոսի ծնունդը եւ երկինքը ամեն ինչ անում էր, որ երկիրը միանա երկնային տոնակատարությանը, որովհետեւ մարգարեություն էր կատարվում, որովհետեւ փրկիչն էր ծնվում, ամեն թանկագիններս, եւ ուզում եմ շարունակել 15-րդ խոսքը, ասում է երբ հրեշտակները նրանցից երկինք վերցվեցին, հովիվները իրարու ասեցին, եկեք մինչև Բեթլեհեմ գնանք, եւ տեսնենք թե ինչ է այս եղած բանը, որ Տերը մեզի ցույց տվեց, եւ գացին արտորալով, եւ գտան Մայրամը ու Ովսեփը, մսուրի մեջ պարկած մանուկը,
Երբ տեսան իմացեցին այս խոսքերը այս մանուկի համար իրենց ասվեցավ, որ իրենց ասվեցավ, ամենքը որ կլսեին կզարմանային այս բաների վրա, որոնք հովիվները իրենց կասեին, բայց Մայրամ այս ամեն բաները կպահել եւ իր սրտի մեջ կմտածել, հովիվները դարձան, փառավորեցին, օրհնեցին Աստված այս բաների համար, որոնք լսեցին եւ տեսան ինչպես որ իրենց ասված էր եւ միտեղ էլ թանկագիներս կարդամ ու հասնենք բանուկներին մեր պատանիներին 25-րդ խոսքն եմ ուզում կարդալ 2:25-ը ասում այն ժամանակ Երուսաղեմի մեջ մի մարդ կար որու անունը Սիմեոն էր նա արդար ու աստվածավախ էր ասեք արդար եւ աստվածավախ եւ Իսրայելի մխիթարությանը կսպասեր այսինքն սիրելիներ Իսրայելը անմխիթար վիճակում էր Իսրայելը մխիթարության կարիք ուներ եւ ով էր այդ մխիթարիչը Հիսուսն էր այդ մխիթարիչը թանկագիններս եւ ասում է Իսրայելի մխիթարությանը կսպասեր եւ շարունակության մեջ ասում է եւ նրան հայտնված է Սուրբ Հոգուց թե մահ պիտի չտեսնե մինչեւ Տիրոջ օծյալը պիտի տեսնե նա էլ հոգով տաճարը եկավ եւ ծնողքը բերին Հիսուս մանուկը որպեսզի օրենքի սովորության պես նրա համար անեն ինքն էլ մանկանը իր գիրկը առավ եւ օրհնեց Աստծոց ու ասավ ել հիմա ով Տեր արձակեք քո ծառատ խաղաղությունով քո խոսքիդ համեմատ քանի որ իմ աչքերս տեսան քո փրկությունը որ բոլոր ժողովուրդներին առջև պատրաստեցի լույս Հիսուսը ով է Հիսուսը լույսը ամեն լույս հեթանոսները լուսավորելու եւ փառք ու Իսրայել ժողովրդի ամեն թանկագիններս ամեն Ալելույա Ալելույա թանկագիններս Քրիստոսը ինչի համար ծնվեց որ իր արյամբ մաքրի մեր մեղքերը ամեն Քրիստոս ծնվեց որ մեզ արդարացնի Աստծո առաջ եւ մենք արդարներ ենք ամեն թանկագիններ եթե մենք չարդարանանք մենք երկինք չենք մտնելու Քրիստոսն իր ծնունդով մեզ հավիտենական կյանք տվեց ամեն Քրիստոս ծնվեց որ իր հոգին բնակվի մեր սրտերի մեջ ամեն Քրիստոս ծնվեց որ մենք ունենանք նրա պատկերը եւ նրա նմանությունը փառք մեր փառավոր եւ սքանչելի Տիրոջը հավիտյան հավատք ամեն Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց Հալելույա փառք Տիրոջը ես ավարտեցի